Հաճախ ենք հարց տալիս ինքներս մեզ. ինչու է սովորելն այդքան դժվար տրվում կամ ինչու չի ստացվում հիշել նորը։ Պատասխանը կարելի է գտնել սովորողների երկու տիպերի համեմատության մեջ՝ ճագարների եւ նապաստակների։ Ճագարները պասիվ սովորողներն են։ Ճագարն ապրում է ապահով միջավայրում, որտեղ ամեն ինչ հասանելի է։ Նա կարիք չունի պայքարելու կամ բարդ լուծումներ փնտրելու, ինչի պատճառով նրա ուղեղը մնում է քնած վիճակում։ Սրանք այն սովորողներն են, ովքեր պարզապես կարդում են տեքստը եւ վերջ։ Նրանք չեն վերլուծում, չեն փորձում կիրառել ստացած գիտելիքները եւ չեն մտապահում տեղեկատվությունը։ Արդյունքում ուսումնական գործընթացը դառնում է դանդաղ ու անարդյունավետ։ Նապաստակները, այսինքն ակտիվ սովորողները, ի տարբերություն ճագարների, նապաստակները բնության մեջ մշտական վտանգի եւ շարժման մեջ են։ Նրանք ստիպված են անընդհատ մտածել, ելքեր գտնել եւ արագ կողմնորոշվել։ Սա նրանց ուղեղը դարձնում է ճկուն եւ զարգացած։ Այս խմբին պատկանող սովորողները չեն վախենում սխալվելուց։ Նրանք փորձում են, սխալվում, ուղղում են իրենց սխալները եւ ջանք թափում տեղեկատվությունը յուրացնելու համար։ Հենց այս ակտիվ ջանքն է, որ թույլ է տալիս նրանց հեշտությամբ ընկալել բարդ նյութերն ու առաջ գնալ։ Նման թեմաներին ծանոթ լինելու կամ ավելի իմանալու համար կարող ես գնալ իմ տելեգրամյան ալիք կամ բաժանորդագրվել։